Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ հրավերի համար։ Պարոն Կարապետյան, նախընտրական քարոզարշավն արդեն պաշտոնապես էլ է մեկնարկել, ՔՊ-ն ու առանցքային ընդդիմադիր ուժերը տարբեր քաղաքներում ու գյուղերում արդեն հանդիպումներ են ունենում մարդկանց հետ, իրենց ծրագրերն ու առաջարկները ներկայացնում։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում մեկնարկած process-ը, այս քայլերով եւ ամենակարևորը տեմպով շարժվելու դեպքում կարող ենք ակնկալել, որ հունիսի 8-ին մենք իշխանափոխության ականատես կլինենք։ Շնորհակալ եմ կարևոր հարցադրման համար, իրականում բարդ հարց եք տալիս, որովհետեւ եթե մենք ռեալ պոլիտիկով ենք խոսելու, քաղաքական վանգայություններ եւ կոնսպիրոլոգիան դնում ենք մի կողմ, ոչինչ չի բացառում, սկզբունքն է գալիս էլի, հա, որովհետեւ դա Պանդորայի արգղ է, թե ամսի 8-ը ինչ է տեղի ունենալու, բայց ըստ ունեցած հավաստի, ուրեմն հավանական սցենարների, որը որ փորձագիտական դաշտը իհարկե այնտեղ կան գելապներ եւ այլն, այդուհանդերձ կարծում ենք, որ գալիս ենք այն ենթադրությանը, որ չի բացառվում իշխանափոխությունը, բայց զուտ այն սցենարով, որ ընդդիմադիր ուժերի հավանական միավորման արդյունքում, որտեղ ալտերնատիվ տարբերակ ռեալ ես չեմ տեսնում, բացառում եմ, այս պահին բացառում եմ, հետևաբար ու այն ընտրական օրենսգիրքը, որը որ գեղեցիկ կարվեց ու գիտեք ով հակավ եւ սազետ չի հանում, հիմա այդ տրամաբանության շղթայում ինքը ավելի ապահով է, հանգիստ է, որտեղ ցանկացած սցենարի դեպքում ինքը հաղթողի դիրքերում է։ Մասնակցության ընտրողների, ուրեմն քվ ունեցողների ձայների 70% մասնակցություն կլինի, 100% կլինի, թե 20, այդուհանդերձ գիտեք ինչպիսի է ռասկլադը, առաջի տեղում միշտ առավելությունը, ընդ որում փոշիացած ձայներով։ Եվ իր համար բնական է, որ ժող բաստիոնի որպես բաստիոնապետ ցույց տալով, որ դեմոնստրատիվ կերպով կներկայացնի հանրությանը եւ կկերակրի այդ ինֆորմացիայով, այդ տեսեք ինչքան կուսակցություններ են մասնակցում, ընդ որում թվով 19 են, չէ, պաշտոնապես գրանցվել, հետեւաբար նրան պետք է ինչքան շատ կուսակցություն, բնականաբար դա իր օգուտն է, որովհետեւ հասկանալի է, որ այդ թվարկած 19 ուրեմն կուսակցություններից շանսեր ունեն լավագույն 3 կամ 4-ը։ Հետևաբար այս տրամաբանությամբ մյուսները փոշիացնող են, իսկ այս ընդրական օրենսգրքով գիտեք դա առաջնահերթ ում է գնում այդ օգուտը, այսպես ասած։ Բայց ես ձեր եւ մեր հերոստատիտողի ուշադրությունը կհրավիրեի, որ նախընտրական քարոզչությունը իրականում ոչ թե տեղի ունեցել պաշտոնապես 3 չի առաջի օրվանից, այլ դեռևս վաղուց, որտեղ այս ամբողջ process-ները, հա, որ Գյումրիում միջոցառումներ, տարբեր համայնքներում միջոցառումներ եւ ընդհանրապես այցելությունները, հիշում եք հայտնի ուրախ ավտոբուսով, հա, դերևս սկսվել էր գրեթե 1 ամիս առաջ, հետեւաբար այստեղ էլ օրենքի խախտում կա, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկվել է դերևս 1 ամիս առաջ, այսինքն ընդ որում հասկանալի է, չէ, որ օրենքի այս խախտումը բացառապես իրենց մենաշնորհն է եւ հասկանում են, որ իրենք դրա համար պատասխանատվության չեն ենթարկվի։ Իմ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարից էր սկսել քարոզարշավը, երբ դպրոցներ գնաց հայտնի ցնցուղների պատմությունը, նախարարներ, պաշտոնանկություններ, մեծ հաշվով ինքը հենց 24 թվականից էլ սկսել էր իր արշավը։ Ու բնականաբար շատ ավելի նախընտրելի կլինի, եթե իշխանափոխությունը ընտրությունների միջոցով տեղի ունենա, բայց այնուամենայնիվ, եթե դա չլինի, ինչ ճանապարհային քարտեզով պետք է շարժվի ընդդիմությունը, մասնավորապես խորհրդարան անցած ուժերը պետք է վերցնեն մանդատները եւ գնան խորհրդարանական աշխատանքի, որը նախորդ 5 տարիների օրինակով մենք համոզվեցինք, որ այդքան էլ արգասաբեր աշխատանք չէ, թե օրինակ բոյկոտի աշխատանքը փողոցային պայքար նախաձեռնի ու այսպես շարունակ։ Տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս, ես իհարկե չեմ կարող իրենց փոխարեն այդ հարցին պատասխանեմ, ուղղակի կարող եմ տրամաբանորեն ասել ինչ հավանական սցենարներ կա, հա, այս պարագայում տեսեք, ունենք տարբերակ առաջի, նախ բոլոր այս ուժերը, ես որպես մասնագետ եւ ոչ միայն ես, բոլորը խորհուրդ են տալիս լայն կոնսոլիդացիա, որը միակ փրկությունն էր, միակ հարցի լուծումն էր, եւ այո, ես միշտ կողմ եմ բացառապես օրինական ճանապարհով իշխանափոխությանը օրենքի տառին համապատասխան եւ բացառում եմ ցանկացած բռնի գործողություն կամ իշխանափոխություն, որովհետեւ դա տանում է դեպի արյունահեղություն, իսկ մենք պատմության մեջ ունենք նման դրվագներ։ Ես չեմ ուզենա նման դրվագների կրկնողություն, բայց ես ավելի քան հակված եմ կարծելու, որ եթե իշխանությունները վերարտադրվեն, այդտեղ չի բացառվում, որ հավաքական ընդդիմությունը, լինի դա արտախորհրդանական թե խորհրդարանական ընդդիմությունը, փողոցային պայքար կեներացնեն, քաղաքական այսպես process կեներացնեն
ընդ որում անգամ չունենալով ճանապարհային քարտեզ, որտեղ համատեղ լայն կոնսոլիդացիա այդպես է տեղի չունեցավ։ Հետ կուլիսային ինչ պայմանավորվածություններ իրենց մեջ կա, դա թողում եմ իրենց, բայց ցանկացած սցենարի պարագայում ես կարծում եմ, որ եթե ամսի 8-ին մենք արթնանանք նոր վերարտադրված իշխանություններով, փողոցային պայքար է գեներացվելու, թե ինչպիսի կուլմինացիա կունենա դա հարցի մյուս կողմն է։ Իսկ դա կարող է արդյունավետ լինել Փաշինյանի վերարտադրությունից հետո, այդ դեպքում վերջինս ավելի ամրապնդված կլինի եւ նախորդ օրինակներով տեսել ենք թե ինչպես է վարվել։ Չի բացառվում, համենայն դեպս ես կարծում եմ, որ ամբողջ ռեսուրսը կիրառվելու է, որ մաքսիմալ ուրեմն իրադարձությունների նման ընթացքը բացառեն եւ փորձեն հանգարց որևիցե տեղիք չտան, որբիսի փողոցային պայքարը վերածվի ավելի լայն ուրեմն պայքարի, որը կտանի նրան, որ նույն փողոցը, որը բերեց իրեն, նույն փողոցն էլ տանելու է կամ սրբելու է իրեն։ Այդ սցենարները ես ավելի քան վստահ եմ, նա հաշվել է եւ ընդհանրապես փողոցային պայքարում նա անգերազանցելի է։ Տվյալ դեպքում նրա հետ պայքարել հնարավոր չի, ինչպես որ պաթոսի, պոպուլիզմի ուրեմն համատեքստում հնարավոր չէ իր հետ պայքարել։ Հետևաբար այստեղ ընդդիմությունը աշխատանք ունի կատարելու, տնային աշխատանք ունի կատարելու հիմա եւ հետագայում եթե հանգարց լինի վերարտադրություն։ Չի բացառվում, որ մինչև այս նախընտրական process-ը MBC իրադարձություններ տեղի ունենան, որը բարենպաստ միջավայր ստեղծի ընդդիմության համար, որը որ կօգտագործի ըստ արժանվույն եւ կարողանա դա դիվիդենդներ քաղելով անուն ինչպես ուզում ենք դնենք, հա։ Ինչ process-ի մասին։ Բայց դրա դիմաց էլ շանտաժներն ու ուլտիմատումներն են բանեցվելու, որտեղ միշտ գործիք հագագործիք ունեն եւ նրա ձեռագիրն է, չէ՞, նման շանտաժներով ուլտիմատումների առաջ կանգնացնել։ Հետևաբար այստեղ էլ ուրիշ հարց է, թե ընդդիմությունը եթե պարտվի կընտունի որպես Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն որպես խորհրդարանական ու գնա մանդատ վերցնի, բոյկոտելու է թե ոչ, հարցի մյուս կողմն է։ Ես ժամանակին ձեր տաղավարում էլ առիթ ունեցել եմ, ձեր հետ զրուցելիս ասել եմ, լավագույն տարբերակը օրինական մանդատը վայր դնելն է։ Այսինքն գեներացնել իշխան այս ազգային ժողովի մեջ օրինական ճանապարհով քաոս ստեղծել, հա, կոլապսի ենթարկել, որը որ կտաներ նրան, որ իշխանությունը պետք է վայր դներ մանդատները եւ նոր ընտրություններ լիներ։ Արդեն նրան, որ մեկ ուժից կազմված խորհրդարան լինի, սա նկատի ունեք։ Այո, շատ ճիշտ։ Ես այդ մասով հիշում եք ժամանակին ասել եմ, որպես լավագույն ալտերնատիվ լուծում, քաղաքական լավագույն եւ իրավական ոչ մի խնդիր, որպես այդպեսին, բայց այդ քայլին չգնաց ընդդիմություն, այդ դրա համար էլ ժողովուրդը իրավունք է իրեն վերապահում ասելու, որ դա դուք իշխանությունների ընդդիմությունն եք, դուք հարմարվել եք, ադապտացել եք նրանց հետ, դրա համար էլ, հա, այս որ մեր տեսնում ենք փոխադրող, հա, բումերանգային մեղադրանքներ, դրանք զուտ ձևական բնույթ են կրում։ Պարոն Կարապետյան, իսկ այս սցենարը որքանով արդյունավետ կլինի, երբ որ մենք ունենք հարևան Վրաստանի փորձը, որտեղ հակառակ պատկերն է, ընդդիմությունն է վայելում արևմուտքի անվերապահ աջակցությունը, իշխանությունը քննադատությունը, բայց այնտեղ ընդդիմությունը գնաց այս ճանապարհով չվերցրեց մանդատները, բայց տեսնում ենք, որ խորհրդարանը մի կուսակցությունից բաղկացած գործում է եւ իշխանության փոփոխություն տեղի ու չեղավ, այո։ Գիտեք, տարբեր են օրինակները, լավ օրինակ բերեցիք, ընդհանրապես ամեն դեպքը ինդիվիդուալ է, չի կարելի համադրել, բայց այո, հարևան Վրաստանում այդ սցենարը եղել է, այնտեղ նրանք չգնացին արկածախնդրությունների, դուք գիտեք որոնք են արկածախնդրությունները, որ վրա ժողովրդի առաջ էր դրված, ես գտնում եմ, որ այդ իշխանությունները ավելի խոհեմ գտնվեցին եւ ավելի ճիշտ ճանապարհային քարտեզով իրենց երկիրը եւ ժողովրդին տանում են առաջ։ Առանց վայրի վերումների, առանց երեսպաշտության, առանց դեմագոգիկ եւ պաթոսային իրավիճակի եւ այստեղ ինչքան էլ իրենք խնդիր ունեն տվյալ դեպքում Ռուսաստանի հետ, նրանք ուկրաինիզացման սցենարով չեն գնում, որը ավելի կվտանգեր թե իրենց տարածքային ամբողջականությունը, թե ինքնիշխանությունը։ Մեր մասով ուրիշ պատկեր ունենք, տեսնում ենք, հա, դերևս soft power, այսպես ասած, փափուկ ուժի կիրառում, հատկապես հյուսիսային մեր դաշնագից հարևանից, վերջին խոսույթները կարող եմ հղում տալ Պուտինի, հասկանում ենք, որ իրականում խորը ճգնաժամ կա երկուստեք, երկկողմ հարաբերությունների մեջ եւ այնտեղից գալիս են այդ մեղմ սիգնալները առայժմ։ Հետևաբար այստեղ իշխանությունները պետք է
մաքսիմալ ճիշտ դիրքավորվեն, հասկանան իրենց անելիքը, որովհետև եթե խոսում են հիբրիդային պատերազմի մասին, Ռուսաստանի ներգրավվածությունը քաղաքական process-ներին ու հատկապես եթե դիտարկում ենք, որ ռուսական ուժեր կան, որոնք հիմա քաղաքական հայտ են ներկայացրել, հասկանալի է, որ այս իշխանությունները բավականին լուրջ աշխատանք ունեն տանելու եւ այստեղ է, որ ամսի 7-ը մինչեւ 7-ը կարող է ցանկացած սցենար զարգանա, արդեն իսկ տեսնում ենք, որ խոսույթում կա բավականին լուրջ մեղադրական տոն, կա հայտարարություններ, որոնք որ ընդ որում ավելի շատ իրավական բնույթ կրող են ու դրա հետևից գնացող չկա, դա էլ հարցի մյուս կողմը, որովհետև հնչում են քաղաքական ենթատեքստով ու բովանդակությամբ հայտարարություններ, բայց հիմքում իրավական լուրջ խնդիրներ են։ Եվ գործողություններ չեն հետևում հայտարարություններին։ Եվ դրա համար հետևաբար էլի գալիս ենք նրան, որ ժողովուրդը արտարամադորեն ասում է, որ այս ամեն ինչը սինխրոնիզացված է։ Իսկ ինչ եք կարծում, նման հայտարարությունները Մոսկվայից հնչող հատկապես ընտրական process-ի վրա ինչ ազդեցություն կունենան, կամրապնդեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը, թե ընդհակառակը կվնասեն նրան։ Տեսեք, երկու տարբերակն է կյանքի կոչված իրավունք ունի, ինչի, որովհետև տեսեք, ռուսական կողմնորոշումը ինչն է։ Վերջին հանդիպումների Կրեմլյան հիշում ենք, որ նրանք ասեցին, որ իդեմս Պուտինի շուրթերով հնչեց, որ մենք ունենք քաղաքական լիդերներ ազգությամբ, քաղաքացիությամբ ռուս, բայց ազգությամբ հայ, որը որ քաղաքական հայտ է ներկայացրել, հետևաբար դուք էլ նրան ձերբակալել եք։ Ընդ որում դա կարելի է ընկալել որպես message նաև, հա, որ մենք դա ուշ-ուշով հետևում ենք եւ ձեր վարքն ու վարվելակերպը ի նկատի ենք ունենում, դա երկրորդը նշանակում է, որ իրենց համար դա իրենց քիմքին հաջո տեխնազուն է, որի մասին իրենք ակնարկում են երկուս, երրորդը դա ցույց է տալիս, որ որոշ չափով մենք կարող ենք այդուհանդես որքան է ներկայացնենք, որ ներքաղաքական կյանքին չենք միջամտում, բայց միջամտենք Դերևս անուղակի իհարկե։ Դերևս անուղակի, բայց այստեղ էլ դե իրանց համար էդի լավ առիթ է, որովհետև գիտեք, ամեն րոպե իրար հերթ չտալով գործող իշխանության բարձրաստիճան ղեկավարները ինչ են ակնարկում։ Մենք ինքնիշխան ենք, մենք չենք ուզում գուբերնիա դառնանք, հա, պլացդարմ չենք, մենք հարավային ծայրագավառ չենք, մենք այդ ծիրից դուրս ենք գալի ռուսական եւ այլն, ու այդ խոսույթում փորձում են սեփական ժողովրդին ներկայացնեն, որ մենք արդեն ինքնաբավ երկիր ենք, մենք կարող ենք քաղաքական դիվերսիֆիկացիա իրականացնենք հարադեպի արևմուտք եւ այլն, հետեւաբար մեր միակ խոչընդոտը խնդիրը դա Ռուսաստանն է։ Հետեւաբար այս խոսույթի մեջ հասկանում ենք, որ ներքաղաքական ամբողջ այս կոնյունկտուրան ձևավորվում է այս ժամանակին, եթե սև ու սպիտակներ, հիմա արդեն այդ արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ, այս ռուսամետ, արևմտամետ։ Հա, հետեւաբար այն փորձում են ամեն մեկը իր մասով դիվիդենդներ շահեն ներկայացնել ժողովրդին, ժողովուրդն էլ արդեն այլայլվեց ընդրանքի վրա իրենց սեփական կարծիքը արդեն ստորադասվում է, մարդիկ սկսում են տվայտվել, թե որն է ճիշտ, որն է արժանահավատ, հետեւաբար իրենց նպատակն էլ է դա կամ ապատիկ ֆոնը ապահովել, որբիսի մարդիկ չգնան թկած ունենան քաղաքական process-ի, որը շատ կարևոր է, ես միշտ ասում եմ, պետք է միանշանակ մասնակցությունը ապահովեք։ Երկրորդը այդ քաոտիկ վիճակը, որ ստեղծվում է, մարդը չգիտի ում ընտրի, էլի գալիս են նրան, որ մարդու այդ մեկ քվեն գողանում են ամեն մեկը, հա, մարդը չի կարող իր խղճի մտոք գնա ընտրի իր նախընտրած տեխնազուն։ Հետևաբար այս ամեն ինչը հասկանում ես, որ արհեստական սին գաղափարների հիման վրա ստեղծված արհեստական օրակարգը, որը դրված է հայ ժողովրդի սեղանին։ Հիմա տեսնենք, համենայն դեպս ես միշտ իմ հրաբարագային ելույթներում խոհեմության կոնչ եմ առնում, ասում եմ, որ սա ղողանջ ստապության է, որովհետև պետք է հասկանանք, որ եթե մենք չենք ուզում որբիսի այս ամեն ինչը վերարտադրվելով կրկնվի ու տանի այլ ուղի, շատ ավելի կործանարար իրավիճակ, պետք է սթափություն լինի, քաղաքական գիտակցությունը պետք է ստիպի, որբիսի մենք խոհեմ որոշում կայացնենք։ Հիմա գալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թվին, գիտեք, 19 քաղաքական ուժ է մասնակցում, սա իհարկե 2021 թվականի համեմատ 5-ով պակաս է, բայց այնուամենայնիվ 2.5 միլիոն ընտրող ունեցող երկրի համար սա բավականին մեծ թիվ է շարունակում մնալ։ Ինչով է պայմանավորվում քաղաքական ուժերի նման մեծ մասնակցությունը, արդյոք սա բացառապես պայմանավորված է ձայներ փոշիացնելու շարժառիթով, թե այլ իրողություններ էլ կան, հատկապես ուժեր են մասնակցում, որոնք նախորդ մի քանի ընտրություններին 1%-ի շեմն էլ անգամ չեն կարողացել հաղթահարել, հերթական անգամ հայտ են ներկայացնում այս ուժերը։ Շատ լավ հարց եք էլի կրկին հնչեցնում, նախ ասեմ հետևյալը, եկեք փազլը ճիշտ հավաքենք։
նախ պետք է հասկանանք այն քաղաքական ուժերը, որոնք որ կուսակցության հիմքով մտել են ընտրությունների, ովքեր են, ինչպիսի ուժեր են, ով ում արբանյակն է կամ ում ինչ ալյանսն է։ Մենք տեսնում ենք, որ այդ ուժերից գրեթե 80%-ը դա իշխանամետ, պրոիշխանական, պրոքսի իշխանական ուժեր են։ Հետևաբար հասկանում ես, որ նրանք այն ուժերն են, որ անգամ գիտակցում են, քաջ գիտակցում են, որ նրանք փոշիացնում են ձայները, բայց մտել են ընտրապայքարի մեջ։ Առավել եւս, որ այդ շեմի հաղթահարման խնդիրը իրենց համար առաջնահերթ չի, որտեղ ֆինանսը ապահովել են, այդ ֆինանսը դրվել է, ընտրությունները օրինական ձևով մասնակցում են։ Ընդհանրապես մարազմատիկ է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ունի 100 եւ ավելի գրանցված կուսակցություն, եւ շատ կուսակցություններ էլ ուզում են մասնակցեն, բայց գիտեք, այն որ ասում է ֆինանսներ, էլի, իրենց համար կրիզիս։ Դա էլ մի հատ ուրիշ սարկազմի ժանրից բան է, բայց պետք է հասկանանք ինչ, այս մարտիկ կամ քաղաքականապես տահաս են կամ ոտաբոբիկ, որովհետև չեն գիտակցում, որ կամ առաջինը, որ իրենք շանս չունեն մեկ, երկրորդը իրենք ստացվում է արեստաբար կամ ավտոմատ կերպով սպասարկում են ուրիշի շահերը, կամ այն մարտիկ են, որոնք որ իրենց ներկայությամբ, անգամ եթե իրենք անաչառ, անկոմնակալ կամ առհասարակ իրոք իշխանությունները տաբալելու հավանականություն են տեսնում, բայց այդուհանդերձ էլի ջրաղացին ջուր են լցում իշխանություն, իրենց որոշ լուրջ ուժեր, որովհետև կան էլի Հայ ազգային կոնգրեսը, Լուսավոր Հայաստանը քիչ թե շատ Ընդ որում այդ ուժերը լավ գիտակցում են, հա, իրենք քաղաքական պրակտիկա ունեցող ուժեր են, իրենք քաջ գիտակցում են, որ իրենց մասնակցությունով 4%-ը այսօր շատ դժվար է հավաքել։ Մանավանդ այս ամորֆ ու ապատիկ իրավիճակում, որտեղ ժողովրդից ստվար զանգված, ես ավելի քան վստահ եմ, չի գնալու ընտրություններին։ Շատերը մինչև հիմա չեն կողմնորոշվել, այդ 19 ուժերից ում են ձայն տալ, որտեղ խորը հիասթափություն են ապրում յուրաքանչյուրի խոսույթը անադապես լսելուց։ Հիմա այս մարդկանց ինչպես պետք է ընդդիմությունը տանի ընտրատեղամասեր, որ մասնակցությունը հնարավորինս բարձր լինի, ինչ ճանապարհով։ Դե դասական մեթոդը կա, ցեղ շպրդելու իրար վրա, այդ բանը, երկրորդը քաղաքակիրթ խոսույթի մագարտակը ապահովելով, եթե իրենց մոտ դա ստացվի, որովհետև սա այն դեպքը չի, որ ինչքան բարձր գոռաս կամ վանկարգես, անվանարգես կամ հայոյես, լուտանք թափես ու քեզ պետք է դրա համար գնահատեն, սա ժողովուրդը, սթափ ժողովուրդ է, ես կարծում եմ, որքան էլ հիմա իրավիճակից ելնելով, հա, որոշակի անգամ ժողովրդի մեջ կա անտագոնիզմ ու թշնամանք, այս ջրբաժան կա, բայց այնուհանդերձ ես կարծում եմ, որ ժողովուրդը վերջին պահին ճիշտ որոշում կընդունի եւ այս ժամանակահատվածը բավականին արդյունավետ է այն առումով, որ յուրաքանչյուրի խոսույթը, յուրաքանչյուրի վարքագիծը ուսումնասիրի, տա իր քաղաքական գնահատականը մանդատի տեսքով։ Պարոն Կարապետյան, նաև գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մեր հանրությանը պատերազմով են շանտաժանում, իսկ ընդդիմադիր 3 առանցքային ուժերին էլ անվանում են պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Եվ ոչ միայն, նաև եկեղեցուն են, չէ՞, ռևանշիզմի կուսակցություն են ասում։ Դրույթ են ներառել ծրագրում վեհապարին հեռացնելու մինչև 31 թվականը եւ այսպես շարունակ։ Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ամենաշատ պատերազմներն ու տարածքային կորուստները հենց այս իշխանության օրոք են ունեցել, հենց կողքի տնեն, իրենք են փորձում այդ ամեն ինչը մոռանալ, ինչ եք կարծում, մեր հանրությունը որքանով տեղի կտա այս շանտաժին, սա մարդկանց կստիպի գնալ հերթական անգամ ԿՊ-ի օգտին քվեարկել, թե ընդհակառակը կդրթի ամեն գնով մերժել ու ձերբազատվել այս իշխանությունից։ Ես շատ անկեղծ անձնական դաշտ բերելով կասեմ, որ ես խորը հիասթափություն կապրեմ, եթե ժողովուրդը սթափություն չդրսևորի։ Այդ ձեր հարցով ուղիղ պատասխանում եմ։ Երկրորդը ես ունեմ այդ մտահոգությունը, որ որքան էլ ժողովուրդը իր ձայնը տա այլ ուժերի, այդուհանդերձ վարչական ռեսուրսը իր անելիքը անելու է։ Այդ երկրորդ։ Առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չվերընտրվելու պարագայում անգամ գոյաբանական էգզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած թե ինքը, թե իր թիմը։ Սա ես բնավ չեմ ասում, հա, որպես կոչ, սա թող, որովհետև ես կարծում եմ, որ հայտնի ժողովրդական խոսքը, երբ որ համբերության բաժակը լցվում է, արդեն լրիվ այլ պատկեր։ Ժողովուրդը, հայ ժողովուրդը ընդհանրապես համբերատար ժողովուրդ է, բայց երբ որ դանակը ոսկորին է հասնում, այլ կորզելավոճ է դրսևորում։ Հետևաբար չենք բացառում ոչ մի սցենար, նրանք հասկանում են, որ դա մահու կռիվ է իրենց համար ու իրենք հենց այդպես է ներկայացնում են։ Այո, շատ
տգեղ ու շատ տմարդի պահվածք է, երբ որ մարդը իր անձով է պայմանավորվում, թե ես պետք է վերարտադրվեմ, որ պատերազմ չլինի։ Այսինքն մենք հիմա բոլորս պետք է աղոթենք, որպեսզի նա ողջ մնա, շարունակի երկիր ղեկավարել, որտեղ այլապես երկրորդ տարբերակը դա պատերազմն ու տարածքների կորուստն է։ Եվ աղետալից պատերազմը։ Սա աբսուրդ է, սա մարազմա, սա չի կարելի որևիցե կերպ ընդունել։ Սա ուղիղ նաև գիտեք ինչ է, ցուցիչ է նաև որ հայ ժողովուրդ քեզ քո իսկ ղեկավարը սպառնում է իր ներկայությունը ապահովելու։ Եթե չապահովես կլինի պատերազմ, քո երեխան զոհվելու է։ Ընդ որում սա նաև ցույց է տալիս կներեք արդարությունից, բայց պետք է ասեմ, սա կոլաբորացիայի մի հատ լավագույն ձևաչափ է, երբ որ Օդարամոլ երկրի ղեկավարի կարծես դրածոն ուրիշի կամքի թելադրամամբ ոնց որ հիմա պաշտոնապես հայտարարել է որ փոփոխության կգնա եւ հռչակագիրը կհանի սահմանադրությունից եւ հետեւաբար հաջորդիվ այլ մյուս միակողմանիզությունները հասկանում ես որ այս մարտը ընդհանրապես հարևան մեր երկրի այսպես կոչած հաղթանակած երկրի ղեկավարից վախեցած եւ ընդհանրապես կաշկանդված լինելով նրանից գնում է իր գոյաբանական, իր քաղաքական կեցությունը եւս 5 տարի ապահովելու ճանապարհով եւ դրա համար մուրում է սեփական ժողովրդից քվե։ Դա է ուրիշ ես գնահատական չունեմ այս բաղով, թող ժողովուրդը տեսնի իր քաղաքական գնահատականը տա ամսի 7-ին։ Իսկ պատերազմի վտանգի մասով պատերազմի տեսնում եք հարգելի Դավիթ, պատերազմի հավանականությունը լինի լայնամասշտաբ թե լոկալ, ես միշտ չեմ բացառել, որտեվ ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, առավելապաշտական, ծավալապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը դա Ալիևյան վարչակարգի եւ մասնավորապես իր դեմքով, հա, ղեկավարի ու օրակարգային հարց է, ուրիշ հարց, որ ինքը այս պահին դեռ չունի կանաչ լույս, այս պահին դեռևս դեմոնստրացնում է, որ իրական խաղաղություն է եկել, Հայաստանից պահանջներ չունի, բայց դա այն երկրի ղեկավարն է, որը որ պաշտոնապես չի էլ ճանաչում Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը որպես 28.8 քառակուսի կիլոմետր։ Հadoop դա ես շեշտում եմ, որովհետև մենք իդեմս ասելով նկատի ունեմ Փաշինյանի 86.6 քառակուսի կիլոմետրը ճանաչել է, բայց մեկ օր գետ մեկ անգամ չենք լսել Ալիևի շուրթերից նման հայտարարություն։ Ընդ որում ես կարծում եմ, որ այս իրավիճակում ուղղակի այս պահին պատեառիթ դերևս չկա նման էքսպանսիոնիստական վարկագիծ դրսևորելու համար։ Առավել եւս, երբ որ այս իշխանությունները ըստ հերթականության կատարում են բոլոր այն հրահանգները կամայական որոշումները, որոնք որ ներկայացվում է հայկական կողմին։ Հետևաբար նրանց գերխնդիրն է այս իշխանությունների վերարտադրությունը։ Լավագույն իրենց քիմքին հաջող տեխնացուն այս պահին Նիկոլ Փաշինյանն է։ Պարոն Կարապետյան, նախորդ շաբաթ Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, եվրոպացի մի շարք առաջնորդներ էին Երևանում եւ ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ այս միջոցառման գլխավոր բաղադրիչը քարոզչականներ, եթե ոչ առանցքայինը ու հենց այդ նպատակով էին մարդիկ Երևանում։ Ամփոփելով այս միջոցառումը ինչ տվեց Հայաստանին, եթե մի կողմ դնենք քարոզչական բաղադրիչը, մի շարք հուշագրեր ստորագրվեցին Ֆրանսիայի, Բուլղարիայի հետ անգամ ռազմավարական համագործակցության։ Ինչ եք կարծում, սրանք արևմուտքի հետ մեր հարաբերությունները կարող են որակապես մակարդակի տեղափոխել։ Նախ հարգելի Դավիթ, վերջից կամ Հայաստանի Հանրապետությունը մի շարք երկրների հետ աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող մի շարք պետությունների հետ ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ կնքած փաստաթղթավորված է իրավական լուրջ հիմքով։ Եվ սա առիթներից մեկն էր, որը որ հուշագրի տեսքով եղավ։ Ինչ խոսք, հանուն արտահայտության պետք է գնահատենք, որպես Երևանը հարթակ բավականին լուրջ միջոցառում է իրականացվել Հայաստանի Հանրապետության իմիջի հեղինակության հարցներ, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով, բավականին պրոֆեսիոնալ հավուր պատշաճ ընդունելություն է եղել, արարողությունը շատ լավ անցել, այդ մասով ես խնդիր չեմ տեսնում, հա, որպես այդպեսին հարթակ տրամադրել որոշակի քաղաքական հարցեր լուծելու ի բարենպաստ մեր երկրի, դա կարելի է անել, ես թերությունները իմ հրապարակային ելույթներում միշտ ասել եմ, որն է եղել մի շարք թերությունները։ Այստեղ նաև տեսանք, որ առաջին անգամ հարթակ տրամադրվեց որպես այդպեսին նաև Ալիևին, որը գիտես իր ռազմաշունչ, այս անգամ այսինքն քաղաքական հռետորաբանությունը բավականին կոշտ ներկայացրեց, չնայած շատ դիվանագիտական լավ պատասխանի արժանացավ Եվրախորհրդարանի ղեկավարի կողմից, որ մենք մեր վարկագիծը եւ գործելավոճը այդուհանդերձ չենք փոխի, այսինքն դա քմահաճույքի հարց չի։ Այդ շատ լավ է, այսինքն որքան էլ հայկական կողմը հիմա Իրան հերրու է պահում եւ վարվում է
հետևյալ քաղաքականությամբ «Как бы чего ни вышло» տրամաբանությամբ հանգարց չխոսենք մի բան չլինի, Ալիևը չզայրանա, այդուհանդերձ ստացվում է, որ եվրոպական մի շարք կառույցներ հագա-ադրբեջանական չագերտավոր, այսպես ասած, իրականում իրավական շատ լուրջ հիմք ունեցող բանաձևեր են մշակում եւ հաստատում, իսկ դա ցույց է տալիս, որ որքան էլ հիմա այս գործող իշխանությունների ուղեգիծը մաքսիմալ հայկական դիմագծի ուրեմն փոշիացումն է Փարիզում ունեցա Արցախի բառով առհասարակ Արցախի շնորհակալություն են հայտնում Ալիևին անգամ շնորհակալություն են հայտնում այո այս պարագայում իրենց աշկից չի վրիպում այդ հանգամանքը որովհետև հասկանում եք չի կարող հենց այնպես 120,000 մարդ իր հայրենիքը լքի բնավեր տնավեր դառնա ու դա քաղաքական մինիմում քաղաքական գնահատական չունենա բայց ավելին 150,000 ընթացքում այո եւ ընդհանրապես այդ մշակութային ու հոգեվոր ժառանգությունը հենց այնպես թողեն որը որ հենց հիմա էլ վանդալիզմի ենթարկում ու այս իշխանությունները էլի զրո ձայն բարբարո անապատի եւ այս մասով հասկանալի է որ անելիքը իր վրա վերցրել են եվրոպական մի շարք կառույցներ Ես իհարկե դա քաղաքական լծակ է Բաքվի հանդեպ, բայց ես այստեղ ուզում եմ կարևոր մի հանգամանք նաև հաշվի առնել։ Տեսեք, դրանք ընդհանրապես քաղաքական բնույթի հայտարարություն բանաձևեր են։ Իրավական կողմը միշտ կաղում է, չի որևէ process չի գեներացում իրավական տեսանկյունից։ Եվ այո, մեր նման հայտարարություններ լինում են, մեղադրանքներ բումերանգային լինում են, ճգնաժամա լինում, մի հատ հարաբերությունները կոլապսի են ենթարկվում, հետո նայում ես նորից հարաբերությունները վերականգնում են։ Այնպես ինչպես ճգնաժամ է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունում, անցած տարի երկու բանաձև ավելի լուրջ բանաձևեր ընդունվեցին, էլի Ադրբեջանը հիշում եք խզեց հարաբերությունը, հետո վերականգնեց, հիմա էլի խզում է։ Ես ավելի քան վստահ եմ, որ նման բանաձևեր էլի կլինեն, էլի կխզեն, էլի կվերականգնեն։ Իսկ այնուամենայնիվ, եթե մենք ունենանք adekvat իշխանություն, կլինի դա այսօր, վաղը, թե մի քանի տարի անց, վերջինս այդ հակադրբեջանական բանաձևերից ինչ դիվիդենտներ կարող է քաղել իշահ մեր երկրի եւ մեր պետականության։ Միանշանակ այդ բանաձևերը կբերի իր քաղաքական օրակարգ, կներկայացնի իր ազգային ու պետական շահերից, դա իր օրակարգում կդնի եւ որպես պահանջ կներկայացնի ադրբեջանական կողմին, անկախ նրանից, որ նրանք այդ գործողությունները կկատարեն որպես պարտավորություն թե ոչ։ Այնպես ինչպես Լաչինի միջանցքը պետք է բացվեր ու չբացվեց, որովհետև շատ հետևողական է չեղանք մենք։ Այս իշխանությունները։ Հետևաբար հասկանում ես, որ ձեր հարցերի պատասխանը գնում է նրան, որ պետք է գան բացառապես ազգային, pedagogamet, ազգայնամետ մտածելակերպով մարդիկ, որոնք կշարժվեն բացառապես ազգային ու pedagogan շահերով, նոր նման բանաձևերը ոչ թե իջիկ կդարձնեն, այլ կդարձնեն օրակարգի սեղանի առաջի հարցը։ Տեսնում եք նման մարդկանց դաշտում։ Ես ցավոք արձանագրում եմ, որ իմ պատկերացրած քաղաքական լիդեր կերպարներ, որի շուրջ կհամախմբվեր մարդկանց ստվար զանգված, ընդ որում ավելի շատ տեխնոկրատ մտավորականներ, քաղաքական միտք կրող մարդիկ, ես ցավոք այս պահին չեմ տեսնում եւ դա հենց իրենց իշխանությունների գրավականն է այդ դրա համար էլ այնպիսի ուժեր են որոնք որ կրգին թիրախավորվում են կրգին անվանարկվում են որովհետեւ կամ քաղաքական հետագից չունեն կամ քաղաքական պայքարում շատ տգետ վարկագիծ են ծրսևորում խոցելի են եւ այլն կամ մարդիկ են որոնք որ բիզնեսմեն են քաղաքականությամբ համատեղ զբաղվում են կամ մարդիկ են որոնք որ նախկին ներկա դիսկուսի մեջ ժամանակին հարմարվել են մեկ իշխանության ժամանակ հետո տեղափոխվել կամ քաղաքական տեղաշորից տեղաշոր անցած մարդիկ են այնպեսի մարդիկ են որ ժողովուրդը բոլորին հադարհատ ճանաչում է դեմք առ դեմք Եվ Երևանում բավականին ուշագրավ, ես ինձ թույլ կտամ նաև ասել անլուրջ հայտարարություններով հանդես եկավ Ֆրանսիայի նախագահը, հայտարարեց, որ 8 տարի առաջ Հայաստանը ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ պետություն, որևէ մեկը այստեղ չէր գա նման միջոցառման, հետո էլ նշեց, որ ինքը ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Ձեր գնահատմամբ ինչու է Մակրոնը իրեն նման անլուրջ իրավիճակում դնում, քանի որ անկախությունից ի վեր Ֆրանսիայի բոլոր նախագահներն էլ Հայաստան այցելել են եւ շատ բարձր որակի մենք հարաբերություններ ենք ունեցել այս երկրի հետ ու Փաշինյանին աջակցելու հայտարարությունը արդյոք Հայաստանի ներքին գործերի միջամտելու փորձ չէր։ Փորձ էր, այդ մեկ։ Երկրորդը, եկեք ընդունենք, սա ես ամենայն պատասխանությամբ եմ ասում։ Մակրոնը դա Ֆրանսիայի Նիկոլ Փաշինյանն է։ Նույն կերպարը, նույն հագասական կերպար, դիլետանտ դեմագոգիայի մեջ, այդ պաթոսապոպուլիզմի, շողոքորթաքծնանկի մարաֆոնը վերցրած տարբեր ընդ որում որ չի վայելում իր սեփական ժողովրդի վստահությունն ու հարգանքը, ընդ որում ինքը, ինչպես բոլոր լիդերները, ժամանակավոր են, ընդ որում իր ժամանակն էլ շատ քիչ է մնացել, բայց իր այդ քիչ
քիչ ժամանակ մնալով ու իր քաղաքական այդ կերպարով իր ամպլուայի մեջ բավականին լուրջ խնդրեմ ստեղծեց Հայաստանի Հանրապետության համար։ Նախ տեսեք, ես մի քանի հայտարարություններ նրա կասեմ, որ մառազմացիկ են եւ զավեշտալի է, որ Ֆրանսիայի պես գերհզոր պետության, եվրոպական լուրջ արժե համակարգ կրող պետության ղեկավար իրեն թույլ է տալիս նման տխմար հայտարարություններ։ Առաջինը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է որպես ծայրագավառ իր բառերով մի փոքր այլ ձևակերպումով, որ Հայաստանը Ռուսաստանից իրից է եղել պլազդարմա, պոլիգոնա, ինչ որ sense բառեր էր, Արբանյակա եւ այլն։ Նախ հարիշ չէ երկրի ղեկավարին նման արտահայտություն անել զուտ հաջողանալու համար այս իշխանություններին։ Երկրորդը ասում է, որ ով կպատկերացներ, որ դերևս 8 տարի առաջ Հայաստան կժամանեն այսքան լիդերներ։ Այսինքն ցնդաբանություն ասեմ, ոտաբոբիկություն ասեմ, այսինքն այդ մարդուն մեկը չկար, որ այդ ասեր գիտես, քեզ հարթակ են տրամադրել, որ ոչ թե էմոցիոնալ ինչ որ սպեկուլյացիաներով զբաղվես, այլ կոնկրետ հստակ բաներ խոսես։ Ինչ է նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունը 8 տարի առաջ լիդերներ չի ընդունել։ Եղբայր։ Հիշենք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին ինքն էր մասնակցում։ Գագաթնաժողովին ինքն է մասնակցել 57 երկրի ղեկավարը Հայաստան ժամանել։ Հայաստանը ժամանել Հռոմի պապեր։ Հայաստանը ժամանել աշխարհի ցանկացած աշխարհակահաղական կենտրոնի ղեկավարներ, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ, ազգային ժողովի նախագահներ։ Այստեղ է ժամանել Ֆրանսիայի նախագահները Ժակ Շիրակը, Հոլանդն է այստեղ ժամանել, Սարկոզին է ժամանել այստեղ։ Ինչից է խոսում, հա։ Մարգարետ Թետչերն է ժամանել այստեղ ժամանակին, այստեղ լուրջ մարդիկ են եկել այս այսինքն դու ուզում ես ասես, որ մենք այնպիսի, հա, ինչ որ աֆրիկյան նոր գաղութատիրական վիճակից դուրս եկած պետություն ենք, այստեղ քարտեզի վրա տեղը չգիտեին, հա, կամ այնքան էինք մենք ռուսական ծիրի մեջ, որ իրենք վախենում են գային, այդպիսի բան չի եղել, հասկանալի չի կարելի։ Հասկանալի է, որ ազդեցություն եղել է, հասկանալի, մենք գիտենք, որ նման բան եղել է, որովհետև կամ այնպես չի, որ հիմա չկա այդ ազդեցությունը, բայց եղբայր չի կարելի, իհարկե, բայց չի կարելի ֆետիշացնել, հասկանում եք, չափ ու քանակ գոյություն, կամ այդ նույն մարդը մի հատ ավելի տխմար հայտարարություն է անում։ Ասում է, գիտեք, դերևս քանի Հայաստանի Հանրապետությունում մնում են 4000 ռուսական զինվորներ, 1000 սահմանապաններ, ուզում ասի բանը բուրտ է հայ ժողովրդի։ Նա ինչ հայտարարություն է։ Ասում մեկը լինի, ասի եղբայր ներողություն, հիմա իրանք որ գնան։ Օրինակ դու 5000 զինվորական, ֆրանսիացի զինվորականներ կբերես Հայաստանում հայ-թուրքական սահմանը վերահսկեն։ Որ Կիլիկի հայության ճակատագրին չարժանանան 1921 թվականին։ Հիմա դու ասեցիր, Դավիթ ջան, պատմության ռեմարկ անեմ, հա, հիմա ես հղում տամ։ Մի վարյան այդ նույն Ֆրանսիաներ չէ, որքան էլ ես ասել եմ, յուրահատուկ հարգանք ունեմ այդ երկրի հանդեպ, ու ընդհանրապես անձով չեմ պայմանավորում հայ-ֆրանսիական տարավոր եղբայրական բարեկամական հարաբերությունները, բայց այդ նույն Ֆրանսիաներ չէ, որ Կիլիկյան Հայաստանը հիշում եք, թվականներով կարամած 18 թվականին ինչ տեղի ունեցավ, երբ որ զորքը դուրս եկավ ու ինչ ջարդ եղավ ու այսօր Կիլիկյան Հայաստանը ում տիրապետության տակ է։ Եկեք լավին ասենք լավ, վատին վատ, բայց չի կարելի նման հայտարարություններ անել։ Ընդ որում այս հարթակը որպես այդպեսին, ինչի հագարուսական հարթակ որպես դիտարկվեց։ Զելենսկու գալը, հարգելի Դավիթ, Ուկրաինայի Նիկոլը, այսպես ասեմ, թույլ տամ, գալիս է Հայաստան, իջնում է օտանավակայան, բառից բուն իմաստով փոխում է իր հագուստը, ուրեմն զինվորականի էկիպիրովկա հագնում է, գնում է Ռուսաստանի դեսպանատան դիմաց, սելֆի անում, դա քաղաքական վարքագիծ է, դա բնորոշ է երկրի ղեկավարին։ Ընդ որում երկրի ղեկավար, որ հենց հիմա ինքը դենց հա բանը ժպիտը դեմքին սելֆի անում, ինքնահաստատվում է։ Ես ուզում եմ հասկանամ նրա այդ վարքագիծը ինչու, այսինքն իրան որ հարցնեն, հա, ասենք ինչ շահեցիր դրանով, ինչ արեցիր, ռուսական զորքը դուրս եկավ, հա, Դոնբասից, զոհերդ կրճատվեցին, եղբայր տարածքները 120,000 քառակուսի կիլոմետր տարածք ես կորցրել, ամեն օր գերեզման դագաղ դնում ես քո ջահելներին։ Դու եկել ես ինչ ես անզում, իբր ինչ դեմոնստրացիա է, ինչ Ադրբեջանում իրեն թույլ չտվեց նման հռետորաբանությամբ հանդես գալ։ Ընդ որում նույն վարքագիծը չդրսևորեց, այսինքն երկրորդը, մի վարքյան, այս իշխանությունները չգիտեն, որ նման բան կարող է թույլ տա իրեն, որը չի բխում Հայաստանի համար։ Մինիմում Հայաստանի համար խնդրեմ կստեղծի, հա։ Ես ավելի քան
վստահ եմ, որ նրանց իգիդությամբ ու թույլտվությամբ է սա եղել։ Այլ կերպ չէր կարող լինել, հարգելի Դավիթ, որ ինքը գնար, այսինքն բանը չի գնում միջոցառման տեղ, չի գնում հոտել, չի գնում, հա, ուրիշ տեղ գնում է հենց առաջի գործը իր անունը դրել է, որ պետք է գնա դեսպանատան դիմաց դա անի։ Այսինքն հասկանում եք, սա ցինիզմ է, սա մինիմում ցինիզմ է։ Եվ այս հաջորդիվ գիտի, որ Հայաստանը դե ֆակտո եւ դե յուրե լավ է, վատ է, դա ուրիշ գնահատական է։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը եւ տարածաշրջանի համագործակցող, հա, տնտեսապես եւ քաղաքականապես միակ գործընկերը, հիմնական գործընկերը։ Հայաստանը դարձնում է թիրախ հագարուսական տրամադրություններ կենա, ընդհանրապես այդ հավաքը հագարուսական այդ հավաքը եղել էր որպեսզի Ուկրաինայի աջակցության եւ այլն։ Հետևաբար այս մարտիկ, ես ինչ եմ ասում, երեսպաշտ արկածախնդիրներ են։ Երկուստեք եւ ոչ միայն երկուստեք, Մակրոնի պարագայում էլ կարելի է դիտարկել։ Հասկանում ես, որ այս մարտիկ պատեհապաշտ պոպուլիստներ են, որոնք որ եկել են ուղագի հայ ժողովրդին հաջողանալու, այս իշխանություններին հաջողանալու, նրանք է դիվիդենդներ շահելու համար, հա։ Եվ այսպես ներկայացնում են մենք եվրոպական, այն մեկը հելնում է ասում է Հայաստանը, եթե ուզենա արդեն եվրոպական կառույցների շարքին, այսպես բան է, չէ, հույսի վաճառականներ եմ ես դրանց անվանում։ Իմիտացիա են ստեղծում, որ մենք, այո, ես ինքս ընդունում եմ, մենք եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի կրող ենք, բայց ոչ ավելին։ Բոլորս էլ կողմ ենք, օրինակ վիզաների ազատականացմանը, հարաբերությունների խորացմանը, բայց ինչ կնոց։ Հարգելի Դավիթ, իմ թեման, պաշտպանած թեման եվրոպական հարևանության քաղաքականությունն է։ Ես ինքս ցուցակել եմ եվրոպական արժեհամակարգին մաքսիմալ մոտ, բայց գոյություն ունեն քաղաքական հաշվարկներ։ Վրաստանի օրինակը նայեք, Մոլդովայի օրինակը նայեք։ Հասկանալի է, չէ, որ քաղաքականությունը դա բավականին բարդ process է, դա այտենց հեշտ հանգիստ ուզելով չի, նախ մեզ այնտեղ սպասում են, դիմավորում են, առաջարկ են արել, չկա ոչ մի բան։ Վրաստանը, որ դուք հիշատակեցիք, հենց այդ սցենարով է գնում։ Մարտի 2006 թվականից այդ process-ը գեներացրել են 6 թվականից։ Արդեն 20 քանի տարի է, բայց 20 սանտիմետր չեն մոտեցել Եվրոպային։ Լավագույն դեպքում տեխնացուի կարգավիճակ ունեն։ Վիզան է բացեցին, տեսակ ինչ տեղ ունեցավ, ամբողջ երկիրը արդահոսքեր, այնտեղ միգրացիայի խնդիր առաջացավ, վիզաները փակեցին ազատականացման, շատ լուրջ խնդիր ունեցավ Վրաստանը։ Հիմա Վրաստանին, ընդ որում Հայաստանին դիտարկում են Վրաստանի հետ համատեղ, լավագույն դեպքում։ Իսկ Վրաստանի համար հիմա տաբուներ կան։ Եվ Վրաստանը ինքն էլ չի ուզում այլևս։ Դուք էլ ձեր խոսքում անդրադարձաք Մակրոնի հայտարարությանը ռուսական զորքերի մասով, մենք գիտենք, որ արևմտյան մի շարք դերակատարներ աջակցում են նույն Նիկոլ Փաշինյանին, նույն Մակրոնն էլ, մյուս դերակատարներն էլ, բայց նույն Փաշինյանը հայտարարում է, որ անգամ վերընտրվելու դեպքում ինքը չի էլ մտածելու ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին։ Նման հայտարարություն ինքը Լեհաստանում արեց, պարբերաբար տարբեր առիթներով էլի հայտարարել է։ Ինչով եք պայմանավորում այս ֆենոմենը, որ անգամ Փաշինյանի նման հայտարարությունների ֆոնին նրան շարունակում են աջակցել։ Դա կարելի է դիտարկել առաջինը, դա քաղաքական ինքնասպանություն է իր համար։ Շատ բարդ խնդիր է ռուսական կոնտինգենտին դուրս հանել, ընդհանրապես մի երկիր, որը որ հիմնական, հա, արդյունաբերությունը, ամեն ինչը կառույցներից բռնած ռուսական են, հասկանալի եւ անհասկանալի պատճառներով, դերևս գույք պարկի դիմացից սկսած։ Մենք հասկանում ենք, չէ, որ խնդիր կա։ Մենք հասկանում ենք, չէ, որ Ռուսաստանը հենց այնպես թևերը չի քշտի ու ասի հաջողություն, ես գնացի այստեղից, մնացեք բարով։ Մենք հասկանում ենք, չէ, նաև ռուսական կայսերապաշտական իրենց գաղափարաբանությունը, вообще դոկտրինը ընդհանրապես ինչի մասին է։ Մասնավորապես Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի հանդեպ։ Մենք տեսնում ենք, չէ, որ դերևս այդ որ ասում է փափուկ ուժն է կիրառվում Հայաստանի հանդեպ, փորձում են անկախ նրանից անկեղծ է թե ոչ իմիտացնում են, որ չենք միջամտում ձեր ներքին գործերին եւ այլն, բայց հասկացնում են, չէ, սիգնալներ են ուղարկում հայկական։ Հիմա տեսեք, ասում է Եվրո, մարդիկ ուղիղ ասում են, եղբայր կողմ նորոշ, վիր դու երկու աթոռի վրա չես կարա նստես։ Դու կամ որոշում ես Եվրոմիություն ես գնում, կամ Ռուսաստան, կամ մնում ես ԵԱՏՄՇ, խոսքը տնտեսական համագործակցության մասին է դերևս։ Բայց զգուշացնում են, ասում են, եղբայր, նայ, մենք սերդաջած ենք իրար հետ, տնտեսապես։ Հիմա դուք որոշեք։ Մեկը հելնում ասում է, դե ոչինչ, Լարսը թող փագեն, լավ կլինի, ալտերնատիվ ճանապարհներ կլինի։ Մենք հասկանում ենք, չէ, որ այդ ամեն ինչը փոխարինվելու է երկու հարևաններով, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքիան որպես այդպեսին ելք տրամադրելով եվրոպական միության երկրներ, Ադրբեջանը դեպի միջին ասիական երկրներ։ Հիմա այսինքն այդ կախվածությունը մենք հիմա փոխարինում ենք, ստացվում է Թուրքիայով ու Ադրբեջանով։ Հիմա տեսեք,
մի քանի տոննա նավթ են բերել, բենզին են բերել, արդեն չէ ոտերով ծապ են տալիս, դե տեսեք ինչ հաջողություն։ Բա կարանք բերենք, ինչի չբերենք։ Ղազախստանից, Վրաստանով, Ադրբեջանի տարածքով գալիս է ցորեն, ասում են տեսեք, մեր մոտ ստացվեց։ Այսինքն իրենց մոտ տպավորություն է, որ Լարսին ալտերնատիվը իրենք գտել են։ Եվ հերահար իրանց հաշվարկներում իրենք շատ հանգիստ կարող են իրանց թույլ տալ, ասել դե հա հիմա դաշնագից էր, վաղը չի լինի դաշնագից։ Ուղղակի հիշեցնենք Արցախում գազի խողովակը օրական քանի անգամ էր փակվում, եւ դա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում էր։ Ես շատ ավելի ըստ էության կարող եմ օրինակներ բերել, բայց ժամանակը խնայենք։ Եվ ամփոփելով պարոն Կարապետյան, ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը եւ մեզ բոլորիս, եթե հունիսի 8-ին այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի վարչապետի պաշտոնում։ Ես իմ էությամբ տեսակով լավատես մարդ եմ, սովորաբար միշտ փորձում եմ լավը տեսնել, բայց երևակայեք սա այն դեպքն է, որ ես խորը մտահոգություններ կունենամ հաջորդիվ Հայաստան որպես երկիր, Հայաստան որպես հայրենիք իմ պատկերացումների մեջ եւ ինձպես շատ հազարավոր հայեր։ Հիմնավորումը հետեւյալն է. քաղաքական բոլոր գործիքակազմերն ու մեխանիզմներն օգտագործում են հայի ինքնությունը ոչնչացնելու համար, ինչ որ կոսմոպոլիտ հասարակակ ձևավորելու համար։ Տեսնելու ենք, որ Հայաստանը, գիտեք, ժողովուրդը մի հատ խոսք ունի, ես դա իմ խոսքը չի, ասում է պրախադնոյ տվոր, այդ պրախադնոյ տվոր սարքելու հավանականությունը, երբ որ դու դեմոգրաֆիական շատ լուրջ խնդիր ունես, ընդամենը 2.5-3 միլիոնա չգերազանցող բնակչություն, իսկ քո հարևաններից մեկը, որը թշնամաբար է տրամադրված ու գիտես ինչ նկրդումներ ունի քո հանդեպ, 10 միլիոն, այն մեկը 70 միլիոն բնակիչներով։ Երբ որ սահմանը բացվելը ու տնտեսական գեղեցիկ փաթեթավորումը կարող է լրիվ Հայաստանի գյուղատնտեսությունն արդյունաբերությունը կլանի ու կուլ տա։ Երբ որ կարող է տեղական արտադրությունը արդեն դառնա երրորդական, երբ որ մենք շուկաների սահմանափակում ունենանք, երբ որ մեր հարևանները արևելյան արևմտյան փորձեն վերահսկողություն իրականացնել։ Ես իրականում շատ մտահոգիչ կարող եմ տասնյակ մտահոգություններ թվարկել, բայց այն, որ ամենամեծը դա արժե համակարգի ոտնահարումը կլինի, խեղումը, հայկական գենի տեսակի, մարդ տեսակի, դա փաստ է։ Առավել եւս, որ այդ դուք նշեցիք, իրենց ծրագրերում, չի ասում եք ծրագրերում, իրենց ծրագրերում 21 թվականի Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա կար։ Այո։ Հիմա այդ նույն լղիմի տարածքային ամբողջականություն պահպանում կար, վերադարձ Շուշի կար եւ այլն։ Հիմա այդ մարտիկ դուք նշեցիք, իրենց ծրագրում դրել են մի բան, որը հագաիրավական, հագասահմանադրական է։ Միջամտել եկեղեցու գործերին։ Եկեղեցին պետք է հարկ վճարի, եկեղեցին պետք է ենթակա լինի, տեղապա նշանակվի իրանց կամքով եւ այլն եւ այլն։ Հասկանում ենք, չէ՞, ուր են տանում։ Հիմա հասկանում ենք նաեւ, չէ՞, թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նկրդումը որն է։ Միակ կառույցը, որը որ ինքը ցանցային կառույց է, դա հայկական եկեղեցին։ Ազգային ինքնությունը պահող, ազգային դիմագիծը պահող։ Հիմա իրենց առաջ խնդիրը դրված չեզոկացնել կամ չասեմ լիկվիդացնել հնարավոր չի։ Հենց նրա պայմանով, որ ինքը ցանցային է։ Վերահսկելի դարձնել, կառավարելի դարձնել։ Հետևաբար բոլոր այս մտահոգությունները կյանքի կոչվող հնարավոր սցենարները կարելի է դիտարկել, որի համար ես խորը մտահոգություն ունեմ։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Կհանդիպենք։